Շնորհակալություն, հարգելի փոխնախագահ։ Նախորդ նախանցած նիստերին քննարկել ենք այս դահլիճում բավականին երկար պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին օրենքում փոփոխությունների հարցը։ Խոսքը վերաբերում է կրոնական բնույթի հուշարձանների սեփականության իրավունքի փոփոխությանն, որի վերաբերյալ որոշակի սահմանափակումներ են առաջարկել ես եւ գործընկերս եւ որին դրական եզրակացություն է տվել կառավարությունը։ Հիշեցնեմ, որ գործող կարգավորմամբ, եթե հուշարձան է օտարվում, այդ թվում եւ անկախ հնությունից, արժեքից, բնույթից, այդ թվում եւ կրոնական հուշարձաններն է սա վերաբերում, օտարվելիս հուշարձանի սեփականատերը, այսինքն կլինի նվիրատվություն, վաճառք, օտարում, թե ինչ, այս պահին պարտավոր է միայն տեղեկացնել այդ մասին լիազոր մարմնին, մեր առաջարկներ, որպեսզի համաձայնեցնի, այսինքն կառավարությունը հնարավորություն ունենա մերժելու կամ թույլատրելու նման անհրաժեշտություն առաջանալու պարագայում։ Նախորդ անգամ այստեղ շատ երկար քննարկել ենք, Տիկին Գալստյանը մի առաջարկ է հնչեցրել, որ ավելի կոնկրետացնենք համաձայնության եւ մերժման կարգերի լիազորող նորմը, գրավոր առաջարկը չի արել, բայց այդ նույն բովանդակությամբ առաջարկ արել է կառավարությունը, այսինքն Տիկին Գալստյանի առաջարկությունը գրավոր տեսքով ֆորմալ առումով ներկայացրել է կառավարությունը, ինչի համար շնորհակալ ենք եւ ընդունել ենք ես եւ պարոն Գաբրիելյանը առաջարկը եւ նախորդ թիվ, երբ որ քննարկում ենք, պարոն Ռուբինյանն էր վարում նիստը, հարցրեց արդյոք քննարկել ենք կամ պատրաստում ենք քննարկել շահակից խմբերի հետ։ Ասեմ, որ այս ընթացքում արձագանքներ ենք ստացել երկու խմբերից, որոնց մասին այս վերջին շրջանում բուռն քննարկում կա։ Բարենորոգման խորհուրդը եկեղեցու արձագանքել է եւ առաջարկել է ավելի խստացնել կարգավորումները, որպեսզի տնօրինման իրավունքը եւս սահմանափակվի, բայց կառավարությունը նպատակահարմար չի գտել, որովհետեւ սահմանադրականության խնդիր է նկատել եւ Մայրաթոռը պաշտոնական հայտարարությամբ առաջարկել է, որպեսզի սահմանափակումը տարածվի բոլոր սուբյեկտների վրա եւ արգելվի ընդհանրապես, ոչ թե խստացվի, այսինքն այդ նույն տրամաբանության մեջ, իշտ տրամաբանության մեջ բարենորոգման խորհուրդը եւ ազգային ժողովն ու կառավարությունն են մտածում։ Նախ ուզում եմ ասել, որ մեր առաջարկած կարգավորումով արդեն իսկ տարածում է բոլոր սուբյեկտների վրա, այսինքն այդ թվում եւ համայնքը, այդ թվում եւ կառավարությունը, սեփականության փոփոխությունը չի կարող առանց այդ բոլոր փուլերը անցնելու կատարի, հետևաբար առաջին հատվածը Մայրաթոռի պաշտոնական տեսակետի ինքնին գոյություն ունի, երկրորդի վերաբերյալ նույնպես որոշակի վերապահում ունի կառավարություն սահմանադրականության հետ կապված հնարավոր է սեփականության իրավունքի խախտումներ նկատվեն այստեղ, այսպիսով հարգելի գործընկերներ, քանի որ այս թեման շատ է քննարկվել նաև համերաշխության տրամաբանության մեջ, ուզում եմ ասել, որ ըստ երևույթին հասել ենք մի նախագծի, որտեղ կարելի է ասել մի վերջնական արդյունքի, որտեղ կարելի է ասել համերաշխվում է ընդդիմության առաջարկը եւ կառավարության պատկերացումները, Մայրաթոռի պաշտոնական տեսակետը եւ բարենորոգման խորհրդի առաջարկը եւ ես կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր իսկապես շահագրգիռ են այս թեմայով, խոսք մասնավորապես եկեղեցու շուրջ հարցերին վերաբերվող թեմաներին է վերաբերում, այս թեմայով համերաշխության եւ հաշտության հասնել, պիտի որ այս վերջնական տարբերակին նախագծի կողմ քվեարկեն եւ ես կարծում եմ այդ քվեարկությունից կերևա, թե ով է անկեղծ այդ համերաշխության օրակարգում եւ ով է սեթևեթում։ Շնորհակալություն։